Բարև ձեզ, այսօր միասին պատրաստել ենք ռուլետներ բեկոնով։ Բեկոնը պատրաստում են բեկոնով և բուտերբրոդներ, հիմնականում իբրև համեմունք է հանդես գալիս սոուսների մեջ, այսօր նա կմասնակցի ռուլետի հետ որպես հավասար բաղադրիչ։ Ասեմ ինչ է հարկավոր ռուլետները պատրաստելու համար։ Հավի կրծքամիս, բեկոն, քաղցր պղպեղ, աղադանոց, չորացրած կանաչիներից ռեհան, ցիտրոն, ուրց, կիտրոնի հյութ, եգիպտացորենի օսլան, աղացած կարմիսե պղպեղ, աղ, մանրավարունգ մարինացված, բրինձ և բուսերով։ Սկսենք ինչից։ Սկսենք հավի կրծքամսից։ Վերցնում ենք հավի կրծքամիսը և փորձում ենք բացել նրան։ Օգնության է գալիս սննդային թաղանթը։ Եվ իհարկե մուրճը զգուշորեն բացում ենք։ Գիտեք, կարելի է կտրվածքներ անել։ Դա էլ է տարբերակներից մեկը։ Այսպես գրքի նման թեթևակի կտրվածք ենք անում։ Ինչ լավ բացեցինք այն։ Հարկավոր է համեմել։ Համեմունքը կարելի է նախապես պատրաստել։ Պղպեղներ և չոր կանաչիներից ռեհան, ցիտրոն և ուրց։ Խոզություն է տիրում սեղանի վրա։ Եվ համեմում ենք երկու կողմից։ Նկատեք, վերջում փայլուն մասը դեպի ներս ենք փաթաթելու ռուլետը։ Որտև ջերմային մշակման ժամանակ այն սկսում է ձգվել և ռուլետը կքանդվի։ Դե ինչ համեմեցինք, գործի ենք դնում բեկոնը, կարմիր պղպեղ, մանրավարունգ,
ուղել կանաչ։ Սա հարկավոր է թել շատ քիփ։ Որից հետո կապ կպում ենք։ Կամ կարելի է կապ կպել, կամ կարելի է ալյումինաթղթով փաթաթել։ Կապ կպենք, հետո ալյումինաթղթով փաթաթենք։ Այս ընթացքում տապակը հայտնվում է գազօջախ։ Շատ քիչ բուսայող։ Այստեղ իր երկրորդ դերում է բեկոնը։ Համեմում է բուսայողը, որով տապակելու ենք ռուլետները։ Շարունակենք կապ կպել։ Բեկոնը կարելի ասել իր գործը արեց։ Հանում ենք տապակից, թող մնա, վերջում զարդարելիս կօգտագործենք։ Հանգիստ։ Հասկանում, լրիվ հասկանում։ Կտրենք։ Եվ բոլոր կողմերից տապակում։ Բեկոնով համեմված բուսայողի մեջ։ Կարելի է մի փոքր կարգի բերել սեղանը։ Բոլոր կողմերից լավ տապակելուց հետո տեղափոխում ենք ջեռոցի տապակը։ Մի փոքր ջուր ենք լցնում վրան։ Ծածկում ալյումինաթղթով։ Եվ ուղարկում ենք սա ջեռոցը։ Ջեռոցը միացնում ենք 180 աստիճան և հավիկին այնտեղ թողնում ենք 25-ից 30 րոպե։ Բայց սրանով աշխատանք չվերջաց։ Մաքրում ենք տապակը։ Այսքանը բավական է։ Մի փոքր բուսայող։
Եվ մանր կտրատում ենք բեկոնը։ Կարելի շատ մանր չկտրատել, ասեմ։ Կարելի այսպես։ Հանգիստ, խնդրում առանց կրակելու։ Մարդ բա մի հատ օգնական չունենար, օգնի։ Ինչ կտապակեր, ես կարմիր պղպեղը կմշակեի։ Լավ, թող տապակվի, մեզ օգնականներ պետք չեն։ Մանր կտրատենք կարմիր պղպեղը։ Համեմում ենք մնացած 4 կանաչիներով մոռացա ասել ռուլետի համար պատրաստում ենք խավարդ իհարկե աղ և պղպեղներ Ռուլետի համար ունենք համեմունք, այս սրաները համեմունք, ինչու իզուր կորի համեմունք։ Հրաշալի բույր։ Հենց այս պահին լսում ենք բրինձը։ Ուրան, լսում ենք ջուր։ Եվ խաշում ենք այնքան, մինչև բրինձը պատրաստվում է։ Թույլ կրակի վրա իհարկե, շատ թույլ կրակի վրա։ Լավ արդեն պատրաստ եմ։ Սա կարելի է իբրև առանձին կերակրել, մատուցել։ Եվ խավարդ, եւ իբրև առանձին կերակուր։ Տապակած բեկոնները այսպես կտրատում ենք գցում վրան
Եվ իհարկե մի փոքր մաղադանոց գույնի համար։ Ջեռոցը դեռ չենք անջատում, տաք ենք պահում։ Վերցնում ենք սոլտեյնիկը։ Լցնում ենք ռուլետից գոյացած արգանակը և ռուլետը վերադարձնում ենք ետ ջեռոցը։ Մի փոքր կարելի է շատ քիչ բուսայով լցնել։ Ջեռոցը մենք ավելի ուշ կես կադրադառնանք։ Տաս րոպե երևի։ Արգանակը դնում ենք թույլ կրակի վրա։ Մի փոքր ջրի մեջ բացում ենք եգիպտացորենի օստը։ Սոուսի մեջ կարելի է կրկնել մանրավարունգի համը, մանրացնում և լցնում ենք արգանակի վրա։ Կարելի է նաև քերիչով անցկացնել։ Ավելացնենք կիտրոնի հյութը, ինչ, և մի փոքր կծում, իհարկե հատուկ քո համար, մի փոքր կծում։ Եվ ավելացնում ենք իհարկե օսլան, թանձրացնելու համար սոուսը։ Թող մի փոքր թանձրանա սոուսը, մենք տեսնենք ինչ է կատարվում ռուլետի հետ։ Իսկն է, իսկը։ Ազատենք կապանքներից։ Սոուսն էլ արդեն պատրաստ է։
Եվ սկսենք կտրատել ռուլետը։ Կտրատում ենք։ Մնաց տեղադրել եմ, սետ ինչ գեղեցկություն, ինչ գունային գամը, ինչ բույր։ Վերջ, կարել է մատուցել։ Սոուսը, մոռանալու ենք սոուսը։ Շնորհակալություն Վարդան Աբելյանին, որ հիշեցրեց սոուսը։ Քիչ էր մնում մոռանալու։ Այսպես քիչ էր մնում եւ մոռանալու ենք։ Գույները փչացան, բայց կարծում եմ համը իսկն է։ Ինչ, պատրաստեք և ամբոշանեք։ Բեկոնով ռուլետ։ Բեկոնի բարակ շերտեր մոտ 250 գրամի չափ, հավիդոշ 2 հատ, կարմիր պղպեղ 1 հատ, մաղադանոց փոքր փունջ, մարինացված մանրավարունգ 4-5 հատ, հուսայուղ, 4 ռեհան, պղպեղ, ցիտրոն, կուրծ, կիտրոնի հյութ 1 ճաշի գթալի չափ, եգիպտացորենի օսլա, կեսթեի գթալ, աղ, պղպեղներ, բրինձ 1-2 բաժակ։ Պատրաստման եղանակը։ Հավիդոշը գրքի նման բացելու համար կենտրոնից դեպի եզրերը կտրվածքներ անել, եզրերը դեպի դուրս ծալել, վրան սրնդային թաղանթ փռել, ծեծել։ Չոր համեմունքները լցնել թասի մեջ, աղ անել, խառնել։ Հավիշերտերը համեմել աղ ու պղպեղների չոր կանաչիների խառնուրդով։ Մսաշերտին բեկոնի շերտ փռել, կարմիր պղպեղի շերտիկներ, մանրավարունգ, մաղադանոսի ճյուղ դնել, ռուլետ փաթաթել և թելով կապ կպել։ Տապակի մեջ բեկոնի մի քանի շերտ քիչ բուսայուղով տապակել, դրանք տեղափոխել ափսեի մեջ, իսկ համեմված բուսայուղով տապակել ռուլետները, մինչև բոլոր կողմերից կեղև կապեն։ Ապա տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, մի քիչ ջուր լցնել, ծածկել ալյումինաթղթով և դնել 180 աստիճան ջերմությամբ ջեռոցը մոտավորապես 25 րոպեով։ Եթե ռուլետները խոշոր են, կարելի է ավելի երկար թողնել։ Տապակի մեջ բուսայուղ լցնել, մնացած կտրտած բեկոնը տապակել, ավելացնել մանր կտրտած կարմիր պղպեղը, համեմել մնացած չոր կանաչիով, ավելացնել բրինձը և շարունակել տապակելը։ Երբ բրինձը ներծեցի ձեթը, հարկավոր է ջուր լցնել և մարմանդ կրակին եփել, մինչև բրինձը պատրաստ լինի։ Անշուշտ հարկավոր է կափարիչ դնել։ Բրնձով փլավը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան տապակած բեկոնի շերտեր դնել, զարդարել մաղադանոսի տերևներով։ Ռուլետը հանել ջեռոցից, ալյումինաթուղթը հեռացնել, ռուլետից գոյացած արգանակը լցնել սոտեյնիկի մեջ, իսկ ռուլետը ետ վերադարձնել ջեռոցը, թողնել կարմիր կեղև կապի։ Արգանակը դնել կրակին, վրան ավելացնել մի քիչ ջրով բացած եգիպտացորենի օսլան և սոուսը հասցնել եռման վիճակի։ Ըստ ցանկության այս ընթացքում կարելի է 1-2 կտրտած մանրավարունգ էլ լցնել, շատ հետաքրքիր համ կստացվի։ Ավելացնել նաև կիտրոնի հյութը, համեմել սև պղպեղով, եթե անհրաժեշտ է աղով, լցնել օսլան, հասցնել եռման վիճակի։ Ռուլետի թելերը հեռացնել, կտրտել, մատուցել խավարդի և սոուսի հետ։ Այսօր այսքանը եւ ատուկ նրանց համար, ովքեր սիրում են զուգահեռ մեզ հետ պատրաստել, ասեմ հաջորդ անգամ ձեռքի տակ մնացեք։ Ալյուր ձուկ, կաթսող, բուսայուղ, լոլիկ, արգանակ, բրոկոլի, գազար, դդմիկ, լապշա, կարակ եւ բարձր, շատ բարձր տրամադրություն։ Իսկ մենք կանանցենք երբ հանդիպենք։